Հայոց հոգևոր կենտրոնը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ հայ ժողովրդի համար եղել եւ այսօր էլ մնում է նաեւ որպես մշակութային ինքնության կարևորագույն կենտրոն։ Մայրաթորն ունի 6 նշանավոր թանգարան։ Մարտաճարի թանգարանում ի պահ են տրված հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբությունները, այդ թվում Նոյան Տապանի մասունքը, Սուրբ Գեղարդը, որով խոցվեց Քրիստոսի կողը, Խաչապայտի մասունքներ, մեր եկեղեցու մեծագույն սրբերի մասունքներ։ Մայրաթորի կարևորագույն կառույցներից է հին վեհարանը։ Առաստաղի զարդանախշերը Հովնաթանյան վարպետների վրձնի գործն են։ Թանգարանում ցուցադրվում են արծվագորգեր եւ կաթողիկոսական անձնական իրեր։ Մայրաթորի ամենամեծ թանգարանային կառույցը Ալեք եւ Մարի Մանուկյան գանձատունն է։ Այստեղ այցելուները կարող են տեսնել հայրապետական զգեստներ, ձեռագիր սուրբ գրքեր, համաքրիստոնեական եւ հայ եկեղեցու սրբերի մասնատուփերը, խորանի ձեռագործ վարագույրներ եւ սկիհի ծածկոցներ։ Մայրաթորի Ղրիմյան հայրիկի թանգարանը բացվել է Գարեգին II կաթողիկոսի գահակալության օրոք։ Ղրիմյան հայրիկի երազանքը այս շենքում տեսնել հայ ժողովրդի զավակների մեծարժեք ստեղծագործությունները ավելի քան 100 տարի անց իրականություն է դարձել։ Մայրաթորի թանգարանների գործունեության կարևոր ուղղություններից մեկն էլ գիտաժողովների եւ սեմինարների կազմակերպումն է։ Դրան զուգահեռ լույս են տեսնում պատկերագրքեր, օրացույցներ, տպագրվում են հոդվածներ եւ ուսումնասիրություններ։ Սուրբ Էջմիածնի թանգարանները մասնակցում են միջպետական համաձայնագրերի շրջանակներում կազմակերպվող ցուցահանդեսներին, որոնց հիմնականում մասնակցում են Մաշտոցյան մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը եւ այդ ցանկը ամբողջանում է Սուրբ Էջմիածնի մասնակցությամբ։ Մայրաթորը սերտորեն համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան թանգարանների հետ։ Ջերմ է բարեկամությունը Էրմիտաժի հետ։ Այս թանգարանի լավագույն մասնագետներն իրենց աջակցությունն են ցուցաբերում հատկապես ցուցանմուշների վերանորոգման գործում։ Շնորհիվ Վեհափար Հայրապետի օրհնության եւ անմիջական մասնակցության այսօր այլևս բազմաթիվ առարկաներ վերանորոգվել են եւ նոր շնչով, նոր փայլով ներկայացված են մեր թանգարանային համալիրում։ 2013 թվականին Մայրաթորում բացվեց Ռուբեն Սևակ թանգարանը իբրև հարգանքի տուրք եւ խոնարհում ցեղասպանության նահատակներին։ Այստեղ ցուցադրվում են արձակագիր, բժիշկ, Եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անձնական իրերը, ինչպես նաեւ հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ, բացառիկ եւ արժեքավոր շուրջ 200 կտավ։ Մայրաթորի թանգարաններում աշխատում են ճանաչված փորձագետներ, գիտակ հսկիչ բացատրողներ։ Շրջայցերն իրականացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն լեզուներով։ Այսօր թանգարաններում աշխատանքի են ընդունվում եւ վերապատրաստվում բազմաթիվ երիտասարդ մասնագետներ։ Ինձ համար հաճելի պատասխանատվություն է Մայրաթորում աշխատելը, քանի որ այստեղ աշխատելը ինձ հնարավորություն է տալիս հոգևոր արժեքներով լցվելու։ Մեզ համար շատ մեծ պատիվ է այդ սրբությունները տարբեր օտարազգի մարդկանց ներկայացնելը, մեր պատմությունը եւ կարեւորագույն սրբությունները իրենց ներկայացնելը եւ նաեւ որոշակի մշակութային փորձի փոխանակում կատարելը։ Մեծ բավականություն եմ ստանում իմ աշխատանքից եւ ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի մասն եմ կազմում։ Արդեն 7 ամիս է աշխատում եմ այստեղ եւ բավականին ուսանելի է այստեղ աշխատելը, քանի որ գիտելիքների մեծ պաշար եմ հավաքել։ Այստեղ աշխատելով ես հնարավորություն ունեցա ել ավելի շատ տեղեկություններ հավաքել մեր հայ նկարիչների եւ առավել եւս Ռուբեն Սևակի կյանքի մասին։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ աշխատելը։ Ամեն առավոտ Մայրաթոր այցելելը դա մեծ հանգստություն է։ Մայրաթորի ցուցանմուշներով կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ջանքերով Մայրաթորին շարունակում են նվիրաբերվել արժեքավոր կտավներ, ձեռագրեր, արվեստի եւ մշակույթի զանազան նմուշներ, որոնք հարստացնում են Մայրաթորի հավաքածուները։ Նշան Աբասյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։